Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սիրելի հետևորդներ, հավատարիմ մեր առաքելությանը շարունակում ենք բացահայտել Հայաստանի սքանչելի եւ հիասքանչ վայրերը։ Այսօր կատարելու ենք հոգեվոր ճանապարհորդություն Եղվարդ քաղաքում, որտեղ էլ գտնվում է հիասքանչ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունվել է 301 թվականին, եւ այս նշանակալի իրադարձությանը նվիրված դարեր շարունակ կառուցվել են հոգեվոր նշանավոր կառույցներ։ Մենք քրիստոնեությունը Հայաստանում որպես պետական կրոն հռչակման հազարամյակին նվիրված Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ենք։ Ահա եկեղեցին, հրաշագերտ եկեղեցի է։ Եկեղեցին Արալ լեռան փեշերին գտնվող Եղիվարդ քաղաքում է։ Եղվարդը ժամանակին եղել է Ազիզբեկյան իշխանատոհմի տիրույթը։ Ահա այս եկեղեցին կառուցել է Ազիզբեկ իշխանը կնոջ Վախախի երազի հիման վրա 1301 թվականին։ Իդեպ այս թվականին Վաղաժամ մահանում է նրանց որդին եւ որդու աճյունը հուղարկավորում են այստեղ։ Դրա համար եկեղեցին պատկանում է դամբարան եկեղեցիների շարքին։ Եկեղեցին ունի երկհարկ կառուցվածք։ Ըստ եկեղեցու բարավորի վրա պահպանված արձանագրության, շինարարությունը տևել է 20 տարի, ավարտվել է 1321 թվականին, ճարտարապետը եղել է Շահիկ վարդապետը։ Ինչպես տեսնում ենք, եկեղեցին իր ճարտարապետությամբ նման է Մոմիկ վարդապետի կառուցած նորավանքին։ Ի տարբերություն նորավանքի, որի երկրորդ հարկը բարձրանում էին քարե աստիճաններով, այս եկեղեցու երկրորդ հարկը բարձրանալու համար օգտագործվել է փայտե շարժական սանդուղք, որտեղ էլ մատուցվել է Սուրբ եւ անմահ պատարագը։ Դարերի ընթացքում եկեղեցին ունեցել է 4 անուն՝ Սուրբ Առաքելոց, Սուրբ Նշան, Սուրբ Խաչ եւ ի վերջո Սուրբ Աստվածածին։ Վերջին շրջանում, ինչքան լինում եմ հայ առաքելական Սուրբ եկեղեցում, մտքումս պտտվում է Հովհաննես Շիրազի անտիպ գործերից մեկը։ Եկեղեցին իմ հայոց առաջնեկն է Հիսուսի։ Արարատյան դաշտն իրեն Աստված ընծամ այր բուրվար։ Նա բուրվարի մեջ վառվող ոսկե խունկն է մեր հույսի, որ վառվում է իր ազգի սրտի նման անսպար։ Դաժն ինչքան էլ պղծանա, վանքը նման է կույսի, վեր մագնիսված կքաշե որդիներին իր թափար։ Ինչպես ոգին մարմնի մեջ, եկեղեցին է երկրում, եկեղեցին իմ հայոց նման ոսկե սանդուղքի,
որով երկինք են հույսի աղոթքները բարձրանում բուրվառումով հայ ոգու և բուրմունքով հայ խունկի։ Եկեղեցին իմ խոնար, հայոց թագի քույնն է վեհ, հայոց թագն է եղել հար հայ գահնկեց դարերում։ Թրի դեմ էլ խաչ բռնած չի ընկրկել երբևէ, վառ է պահել իր ոգին ինչպես կայծը քարերում։ Եկեղեցիդ իմ անմեղ, իսեր գերված մայր հողի, աստվածամայրն ես դու կույս, որ հույսով է միշտ հղի։ Դու հավատով մասիսված, այն սանդուղքն ես մեր մարմար, որով ոչ թե սատանան, այլ վաղն աստված կիջնե վար։ Կգա ահեղ դատաստան, ու նա կտա քոնը քեզ, Արարատիդ գագաթին թրախաչդ կզարկես, վեր գմբեթված հավատով հավերժ պիտի մասիսվես։